Բարև ձեզ։ Եթերում խոսում է համայնքը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր նկարահանող խումբը ավելի քան 2 ամիս շրջել է Լոռու մարզի համայնքներում, զրուցել տարբեր ոլորտների եւ մասնագիտությունների տերանձանց հետ, լսել նրանց կարծիքները, առաջարկները եւ հարցեր ուղղված ապագա խորհրդարանին։ Նրանց հարցերին պատասխանելու համար այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Պարոն Մկրտչյան, նախ այսպիսի մի հարց։ Քարոզարշավից հաշված օրեր են մնացել։ Ինչպես է անցնում այն իշխող ուժի համար։ Շատ տպավորիչ քարոզարշավ է իսկապես, սա իմ 4-րդ քարոզարշավն է, արդեն 2 համապետական ընտրությունների եւ 1 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի փորձ ունեմ ես, սա 4-րդն է եւ տարբերվում է նախորդ բոլորից, որտեվ հոյակապ էմոցիոնալ ֆոն է։ Վերջին 26 օրում մարզի 110 բնակավայրում եմ եղել եւ շատ տպավորված եմ այս քարոզարշավով եւ շատ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին։ Կարծես 2 հարազատի խոսակցություն լինի եւ իսկապես տարբերվող քարոզարշավ է։ Պարոն մարզպետ, ձեր պաշտոնավարման ընթացքում որոնք են այն կարևոր ձեռքբերումները, որոնք ունեցել եք այս ընթացքում, որոնք առանձնացնեք։ Ես գնահատական չեմ ուզի տալ ինքս կարևոր ձեռքբերումներ, թե ոչ այդքան կարևոր, բայց ամենակարևորը երևի ընդհանրական ավելի շատ կփորձեմ պատասխանել հարցին։ Նախ ստացվեց կարճ ժամանակում կադրային մեծ ծավալի փոփոխություններով նաև մարզպետարանում ունենալ այն աշխատանքային թիմը, որը ես պատկերացնում էի, եւ դա էլ ինձ հնարավորություն տվեց չգանվել աշխատասենյակում եւ դուրս գալ շենքից։ Մարզը շատ մեծ է, 129 բնակավայր ունենք եւ փաստացի բնակչության թվականակն էլ 229,000 մարդ եւ պետք էր անընդհատ լինել դրսում հողի վրա շփվել քաղաքացիների հետ։ 230 միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր են 2025 թվականին մարզում իրականացվել, ընթացքի մեջ եղել կամ արդեն ավարտվել եւ մեծ մասը պետական բյուջեի ուղիղ ֆինանսավորմամբ, մի մասը կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ բոլոր ուղղություններով ծավալուն աշխատանք ենք անում եւ կարծում եմ լայնորեն լուսաբանում ենք նաեւ քաղաքացիները տեսնում են այդ աշխատանքը։ Ես այստեղ կանգ առնեմ, թող չեմ ուզի գնահատական տալ մեր աշխատանքը։ Իսկ որոնք են այն հիմնական խնդիրները, որոնք դեռևս շարունակում են խոչընդոտել մարզի զարգացմանը։ Շատ անելիքներ կան, որովհետեւ 2018-ին, երբ կառավարումը ստանձնեցինք երկրի, բոլոր ուղղություններով սկսել ենք քարուքանդ ավերակ եւ տասնամյակների կուտակված խնդիրները վերացնելուց։ Գործի մի մասը գոնե արված չի եղել, որ մենք կանք կեսից կամ ինչ-որ մի կետից շարունակենք։ Բայց այս տարիների ընթացքում նաեւ այս քարոզարշավը հնարավորություն տվեց եւս մեկ անգամ համոզվելու, որ ահռելի աշխատանք է արված ենթակառուցվածքների հետ կապված գյուղերում, որոնք գոյության օրվանից ի վեր խմելու ջրի խնդիր են ունեցել, ճանապարհների, գազաֆիկացման, լուսավորության համակարգերի, դպրոց մանկապարտեզների ահռելի աշխատանք արված է։ Օրինակ, վերջին 2 օրվա ընթացքում եղել եմ Սպիտակ խոշորացված համայնքի 12 գյուղական բնակավայրերում, որոնցից յուրաքանչյուրում 2021-ից 26 թվականներին 1.5-ից 3.5 միլիարդ դրամ է ներդրվել։ Էլի մի մասը ուղիղ պետբյուջեի միջոցներով, մի մասը կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ։ Եվ հողի վրա տեսանելի աշխատանք կատարված։ Բազմաթիվ փողոցներ կան տուֆով սալարկված, լուսավորության համակարգեր, ռոռոկման խմելու ջրագծեր։ 3 Լեռնավան գյուղի մանկապարտեզն եմ ցույց տվել մեր քաղաքացիներին, 860 միլիոն դրամ է ներդրվել մի գյուղում, որտեղ երբեք մանկապարտեզ չի եղել։ Եվ 144 սանի համար նախատեսված 4 խմբանի մանկապարտեզ է կառուցված Հայաստանի լավագույններից մեկը, ես վստահ կարող եմ ասել։ Երևանում շատ քիչ մանկապարտեզներ կան, որ կարող են համեմատվել այդ մանկապարտեզի հետ։ Եվ սա իսկապես շատ նույն գյուղում, նույն Լեռնավանում էլի դպրոցն ենք հիմնանորոգել, ֆուտբոլի դաշտ կար կառուցված դպրոցինքից, բազմաթիվ տուֆապատ ճանապարհներ, ջրագծեր ու էլի 26-ին էլ ահռելի ներդրումներ ենք անելու։
Այ վերջին տարիներին տեղի ունեցավ համայնքների խոշորացման լայնամասշտաբ ծրագիր, խոշորացան բազմաթիվ համայնքներ, սրա հետ կապված տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ինչպես է գնահատում։ Շատ դրական եմ գնահատում եւ նաեւ այն փոքր գյուղական բնակավայրերը հատկապես, որոնք ունեին շատ փոքր բյուջե, տարեկան գյուղեր ունեին 4-5-6 միլիոն դրամ բյուջե ունեին եւ ադմինիստրացիա էլ ունեին, այսինքն նաեւ գյուղապետը հաշվապահ մի քանի հոգի նաեւ աշխատավարձ էին ստանում այդտեղից, անհնար էր այդ պայմաններում գյուղերում կապիտալ ծրագրեր իրականացնել, որովհետեւ դրանք մեծ միջոցներ են պահանջում։ Իսկ խոշորացումից հետո նաեւ մոտ 250%-ով աճել է համայնքներին տրվող պետական դոտացիան, այսինքն համայնքների բյուջեն էլ է կառավարությունը ավելացրել, նաև սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորմամբ կարողանում ենք փոքր գյուղերում մեծ աշխատանքներ իրականացնել։ Օրինակները բազմաթիվ են։ Ալավերդի խոշորացված համայնքում ունենք Քարկոպ բնակավայր, որը էլի 5-6 միլիոն դրամ բյուջե է ունեցել երկար տարիներ։ Որ նաև աղետի ժամանակ Ալավերդի դժել էր բավականին, մենք եղել ենք այդտեղ։ Այո։ 5-6 միլիոն դրամ բյուջե է ունեցել, խոշորացումից հետո Քարկոպում 64 միլիոն դրամ արժողությամբ գազաֆիկացման աշխատանքներ են արվել, ասֆալտապատման աշխատանքներ, 4 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքների փոխարինման աշխատանքներ, մանկապարտեզի հիմնանորոգում, ու այս շարքը կարելի է շարունակել, այսինքն մոտ 140-150 միլիոն դրամ 2-3 տարում խոշորացումից հետո ներդրվեց Քարկոպում։ Գյուղը մոտ 1 միլիոն դրամ ուներ մինչ խոշորացումը աշխատանքների համար, այսինքն 150 տարի էր պետք որ այդ աշխատանքները կարողանային անել։ Իսկ կառավարման առումով այ խոշորացումից հետո թիմերը, այսպես ասած, փոքրիկ շրջաններ են, այսպես ասեմ, շրջանների են վերածվել, իրենք կարողանում են արդյունավետ կառավարում իրականացնել, թե որոշակի դեռ շտկելու տեղեր կան, դեռ ամբողջությամբ, որովհետև շատերը նաև եղել են փոքրիկ համայնքներ եւ մեծ կառավարչական ռեսուրս չեն ունեցել, նաեւ մասնագիտական ներուժ չեն ունեցել։ Այսօր նաեւ մասնագիտական ներուժի խնդիր չեք տեսնում, ինչ խնդիր ունենք հաղթահարելու։ Բնականաբար տեսնում եմ եւ կարծում եմ, որ իսկապես հեշտ չէ, համայնքները խոշորանում են, կառավարում բավականին բարդ է, մանավանդ այն համայնքներում, որտեղ մենք բարդ աշխարհագրություն եւ բարդ ռելիեֆ ունենք, օրինակ էլի Ալավերդի օրինակը բերեմ, 82 կիլոմետր ձգվածությամբ համայնք է, գյուղերկան ձնամաքրման աշխատանք պետք է անես, բարձրությունների տարբերությունն այնպիսին է, տեղեր կան պետք է փողոցների լվացման աշխատանք անես նույն օրը, այսինքն կլիման է շատ տարբերվում, համայնքներն են կտրտված, գյուղական բնակավայրերն են մեծ հեռավորության վրա, դա բնականաբար ծախսնել է ավելացնում կառավարման առումով։ Օրինակ, եթե դու ունես մի գյուղ, որը 15 կիլոմետր կտրված է ընդհանուր բնակավայրերի խմբից, նա ունի հետևաբար 15 կիլոմետրանոց ճանապարհ կառուցելու խնդիր։ Այդտեղ դու պետք է 15 կիլոմետր գազի մայր խողովակ անցկացնես, որ էլի մեծ ծախս է եւ այլն եւ այսպես շարունակ, բայց համայնքները գնալով ուժեղանում են, համայնքների ֆինանսավորումը կրկնում եմ կտրուկ շեշտակի ավելացել է պետական բյուջեի կողմից եւ նաեւ սուբվենցիոն ծրագրերով արդեն բունշին աշխատանքների առումով եւ կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Կադրային առումով էլ այո, էլի երբեմն խնդիրներ լինում են, համայնքներ ունենք ֆինանսական բաժնի պետք չեն կարողանում գտնել, իրավաբանական բաժնի պետ չեն կարողանում գտնել, դեռ խոսքը ղեկավար պաշտոնի մասին է իմիջայլոց, եւ դրա պատճառն էլ այն է, որ վարձատրությունը շատ ցածր է։ Պրոֆեսիոնալը, հա, որակյալ պրոֆեսիոնալը նախընտրում է օրինակ քաղաքապետարանում 160-180 հազար դրամով ֆինանսական բաժնի պետ աշխատելու փոխարեն բանկերից որևէ մեկի մասնաճյուղում եռակի ավելի բարձր աշխատավարձով շատ ավելի թեթև աշխատանք իրականացնել, որովհետև նաև շատ պատասխանատու աշխատանք է, օրինակ 50,000 բնակիչ ունեցող համայնքում դինել որևէ բաժնի պետ, ծանրաբեռնված աշխատանք է եւ մենք նաև սա նշանակում է, որ պետք է օրենսդրական կարգավորումներով հնարավորություն տանք համայնքներին բարձրացնելու վարձատրության չափը, որովհետև գիտեք, որ համայնքների ղեկավարների աշխատավարձը օրենսդրական կարգավորումներով փոխկապակցված է ազգային ժողովի պատգամավորի բազային աշխատավարձի հետ, սահմանափակումներ կան եւ բնականաբար բաժնի պետերն էլ ավելի ցածր են ստանում, քան համայնքի ղեկավարը։ Ու բավականին բարդ է լինում
արհեստավար։ Իհարկե ես մեր համայնքներում ներգրաված ապարատում բոլոր կադրերին շնորհակալ եմ եւ բարձր եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը, բայց ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ ուղղակի կադրային խնդրեմ ունենք զուտ վարձատրության պատճառով։ Իսկ արդյոք մեր համայնքները այսօր բավարար վարչական եւ նաեւ ֆինանսական կարողություն ունեն ինքնուրույն լուծելու համայնքի խնդիրները, թե դեռ կախվածությունը կենտրոնական ապարատից, այսպես ասեմ, որքան էլ տեղական ինքնակառավարման մարմին է, բայց մեծ է։ Որոշակի խնդիրներ կարող են լուծել, բայց տեսանելի փոփոխություններ չեն կարող անել առանց կառավարության։ Տեսեք, որևէ համայնք վերցնենք, պայմանական համայնք, որը ունի 1 միլիարդ դրամ բյուջե ենթադրենք, դրա 60-ից 75%-ը, 60-ից չէ, 70-ից 75%-ը պետական բյուջեի դոտացիաներն են։ Այսինքն 750 միլիոն դրամը համայնքի 1 միլիարդից ուղիղ տարեսկզբին փոխանցվում է պետական բյուջեից։ Մնացած մասը համայնքի սեփական եկամուտներն են՝ հողի հարկ, ավտոմեքենաների կույքահարկ, ծխախոտի ալկոհոլի լիցենզիաների թույլտվությունից ստացված միջոցներ, գովազդների թույլտվություն, արտաքին գովազդների մասնակցություն տեղադրված, բայց դրանք փոքրիկ միջոցներ են։ Այդ գոյացած 1 միլիարդից համայնքը մի մասը, 50% մի քիչ ավելին, ադմինիստրատիվ ծախսերի համար է իրականացնում, օրինակ ապարատի պահպանություն համայնքային, կոմունալ ծառայություններ, համայնքի նախպահանություն, լուսավորություն եւ այլն, մանկապարտեզներ, եւ մնացած հատվածը ներկայացնում է սուբվենցիոն ծրագրի, որը կառավարությունը կրկնապատկում է առանձին դեպքերում մանկապարտեզների, խմելու ջրագծերի գազաֆիկացման 70%-ը ծրագրի գումարի կառավարությունը է հատկացնում 30-ը հարցնել, արդյոք ինքնուրույն կարող էին, եթե պետությունը չաջակցեր, որովհետև իսկապես եթե նայում ենք ծրագրերի մեծ մասը 50%-ից բարձր պետության մասնաբաժինն է։ Այո, ես ինչի այսքան խորքից եկա, որովհետև այդ համայնքի ներդրած գումարի 75%-ն էլ է պետությունը տալիս պետբյուջեից։ Մի հատ էլ իր տված գումարը կրկնապատկում է սուբվենցիոն ծրագրի մեջ։ Այո, համայնքը կարող է օրինակ 1-2 ծրագիր իրականացնել, ոչ թե օրինակ 15-ը։ Իսկ ճանապարհաշինության, ջրամատակարարման, առհասարակ ենթակառուցվածքների զարգացման հետ կապված վերջին տարիներին ինչ խոշոր ծրագրեր են իրականացվել։ Մարզը մեծ է։ Այո, ես նաև ասեմ, որ համայնքներում իրականացվող ահռելի պետական ուղիղ ֆինանսավորման ծրագրեր են իրականացվում։ Բազմաթիվ ճանապարհներ, դպրոցներ եւ այլն, խոշոր ծրագրերը բազմաթիվ են։ Վանաձոր Ալավերդի Վրաստանի սահման միջպետական ճանապարհի շինարարություն են ունեցել 46 միլիարդ դրամ արժեքով, իմիջայլոց ջրհեղեղը ահագին վնասեց նոր արված աշխատանքը, բայց հիմա խոշոր նախագիծ է կազմվում, կվերականգնենք Մարցաթան ճանապարհահատվածը մոտ 35 կիլոմետր, մոտ 6 միլիարդ դրամ արժեքով, բազմաթիվ ճանապարհներ, դպրոցներ, մշակույթի տներ, մանկապարտեզներ, նույն Լեռնավանի մանկապարտեզը պետական բյուջեի միջոցներով կառուցված մանկապարտեզ է։ Սպիտակում եւս ունենք 880 միլիոն դրամ արժեքով մանկապարտեզ ամբողջությամբ պետական բյուջեի միջոցներով։ Բազմաթիվ դպրոցներ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ, 2 միլիարդ դրամ արժողությամբ ուղիղ պետբյուջեի ֆինանսավորմամբ են։ Կարծում եմ նշեցի արդեն 230 միլիոն դոլար արժեքով աշխատանքներ 25-ին ենք ունեցել, 26-ին արդեն այս տարի 300 միլիոնը կհատենք, հաշվի առնելով այն նախագծերը, որ դեռ համայնքները տալիս են։ Իսկ տոկոսային առումով եթե վերցնենք խնդիրների որքան տոկոսն է ենթակառուցվածքների մասով լուծվել եւ տոկոսային առումով բարդ է ասել, բայց ահագին գործ է արված, իսկապես ահագին գործ է արված։ Էլի Լեռնապատի օրինակը, թարմ օրինակ, մանկապարտեզը 0-ից կառուցել ենք, չկար։ Դպրոցը հիմնանորոգել ենք կից ֆուտբոլի դաշտով։ Մոտ 6-7 փողոց տուֆապատվել է ջրահեռացման համակարգերով մեծ մասը, որը չի եղել նախկինում։ Խմելու ջրագծի խնդիր է լուծվել, կարծեմ ոռոգման համակարգերի խնդիրել ենք որոշակի լուծել, լուսավորության համակարգի անցկացման խնդիր էինք լուծել։ Բոլոր խնդիրները լուծել ենք ոչ, որովհետև գյուղում դեռ կան ներգյուղական ճանապարհներ, որոնք հիմնանորոգման ենթակա են։
ծայրամասային փոքր թաղամասեր կան, որոնք գազապիկացման ենթակա են։ Դեռ անելիքներ կա, իսկապես կա, բայց ահագին գործ էլ արված է։ Մեծավան գյուղում, օրինակ Տաշիրի 3 միլիարդ 300 միլիոն դրամ արժողությամբ մեծ կրթահամալիր է կառուցվում հիմա։ Գյուղում 0-ից բուժամբուլատորիա է կառուցվում։ Տաշիր մեծավան ճանապարհը 10 կիլոմետր երկարությամբ 1 միլիարդ 110 միլիոն դրամ արժեքով էլի ամբողջությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմա արվում է 200 միլիոն դրամից ավելի լուսավորության համակարգի վրա է ներդրվել կառավարություն համայնք մոտ 250 միլիոն դրամ տուֆապատ ճանապարհներ են կառուցվել գյուղի ներսի հատվածում այսինքն ահագին գործ կա արված բայց դեռ անելու էլի ահագին գործ կա Կուզեի անդրադառնալ նաև առողջապահության ոլորտին մարզաբնակ քաղաքացիներին հուզում է առաջին հերթին երևի տեղում որակյալ ծառայություն ստանալու խնդիրը ինչը շատ դեպքերում խնդիր է առաջանում քանի որ լավ մասնագետների արտահոս կա միշտ էլ եւ լավ մասնագետը ցանկություն ունի նաև մարզում աշխատելու դա ենթակառուցվածքները կարծես թե լավ վիճակում են արդեն չեմ կարող ասել տոկոսային առումով բայց ունենք որոշակի առումով լավ վիճակ, բայց մասնագիտական ներուժի խնդիր այսօր ունենք այս առումով ինչպիսին տեսլական ունեք եւ ինչը կարող է լուծել այս խնդիրը։ Վարձատրության բարձրացումը միանշանակ, որպեսզի պետական բժշկական կենտրոնը կարողանա մասնավորի հետ մրցակցել։ Էլի գալիս ենք վարձատրության խնդրին։ Վանաձորի Գյումրու բժշկական կենտրոնները օրինակ, որոնք բավականին հզոր հիմնարկներ են նաեւ տնտեսապես կարողանում են օրինակ Երևանի լավագույն հիվանդանոցներից հերթապահությունների բերել գերբարձր որակավորման օրինակ սրտաբանների բայց դեռ բոլոր բժշկական կենտրոնները չեն որ կարողանում են իրենց դա թույլ տալ այստեղ նաև ահագին օգնության է գալիս առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը որը զգալիորեն բարելավել է մեր բժշկական կենտրոնների ֆինանսական վիճակը մասնավորապես առաջնային օղակում պոլիկլինիկաներ, որոնք պարտքեր ունեին կուտակած, դժվարություններ ունեին կառավարման առումով, հիմա արագ մեծ տեմպերով առաջ են գնում այս ուղղությամբ, ու սա բերելու է նրանց, որ կարողանալու են արդեն վարձատրությամբ իրենց ուզած կադրերին, օրինակ Երևանից ինչի՞ չէ, ներգրավել կամ տարբեր տեղերից։ Նաև երիտասարդությանը հուզող հարցերին անդրադառնանք շատ երիտասարդներ, ուսանողներ, որոնք պատրաստվում են ավարտել, այսպես ասեմ, իրենց ապագան չեն տեսնում ցավոք մարզում եւ երիտասարդ մասնագետների արտահոսք է տեղի ունենում։ Ինչ պետք է արվի, որպեսզի երիտասարդը ցանկություն ունենա մնալու եւ ստեղծագործելու իր բնակավայրում, իր համայնքում։ Այս հարցը այնքան ծավալուն է, որ սրան պատասխանելու համար ժամեր են անհրաժեշտ, բայց շատ կարեւոր հարց է։ Մեկ գործողությամբ, մեկ քայլանոց կոմբինացիայով չես կարող այս հարցը լուծել։ Մի շարք բաներ պետք է արվեն, սկսած միջավայրի ենթակառուցվածքների, կապիտալ ներդրումներից, աշխատատեղերից, ի վերջո ինչի է փոքր քաղաքներից մեծ քաղաքներ հոսքը եղել երկար ժամանակ, որովհետև կադրը ռեալիզացվելու տեղը գտել է մայրաքաղաքում։ Բայց հիմա մենք ունենք բազմաթիվ ճանապարհներ, որոնք կարող են մրցակցել եւ շատ դեպքերում գերազանցել մայրաքաղաքում առանձին վերծված ճանապարհների։ Մեր նորակառույց դպրոցները չեն զիջում մայրաքաղաքի դպրոցներին, մեր նորակառույց մանկապարտեզները չեն զիջում մայրաքաղաքի մանկապարտեզներին։ Ու այս կապիտալ պետական ներդրումները, որ բնակավայրերում արվում են, դա բերում է նրան, որ դրա հետ գալիս են նաև ներդրումներ։ Օրինակ որևէ գեղատեսիլ բնություն ունեցող գյուղում որևէ ներդրում չի արվի, եթե այդտեղ քարուքանդ ճանապարհ է։ Թվում է թե ինչ կապ ունի ասֆալտապատումը ճանապարհը երիտասարդի քաղաքում կամ գյուղում մնալու հետ ուղիղ, որովհետև այդ ճանապարհը իր հետ բերում է ներդրումներ։ Ներդրումները բերում են աշխատատեղեր։ Եթե նույն ուղղությամբ մի քանի ներդրումային ծրագիր կա, դա բերում է մրցակցության արդեն։ Մրցակցությունը բերում է աշխատավարձի բարձրացման, ու երիտասարդը արդեն ինքնարեալիզացվելու հնարավորություն ունենում է իր քաղաքում։
Պարոն Մարզպետ, այսպեսի մի բան եմ նկատել։ Մեր մարզը հաճախ ունի նաև ներկայացված լինելու խնդիր։ Այս մարզը երբեք չի կարողացել ինքն իրեն ներկայացնել, հատկապես նաև մարզ կենտրոն Վանաձորը, ինչը չես ասի, օրինակ գյումրեցիները մի քիչ ուրիշ բնավորություն ունեն, իրենց մի փոքրիկ արվածնել կարողանում են ճոխ ներկայացնել։ Վանաձորը եւ առհասարակ մարզը ունի շատ հզոր պոտենցիալ, բայց երբեք չի կարողացել, միշտ համեստ է գտնվել, այսպես ասեմ։ Սա նաեւ ինչ խնդիր պետք է կարողանանք լուծել, որպեսզի ավելի ներկայանալի եւ գովազդված լինի, այսպես ասեմ։ Չքնաղը մեր լորին, չքնաղը ֆանտաստիկ է մեր լորին եւ լորեցիները, եւ ես կուզեմ բարձրագոտ չհնչի եւ մեծամիտ չհնչի ասածս, բայց ես փորձում եմ կոտրել այդ չներկայացված լինելու իրավիճակը, կարծում եմ լավագույնս ներկայանում ենք, նաև ասեմ ձեզ, որ փորձում ենք նաև այն մեր տաղանդավոր երիտասարդներին եւ ոչ միայն երիտասարդներին, ովքեր մեզ հետ ապրում են նույն քաղաքներում ու գյուղերում ու նկատելի չեն եղել, նաև ընդգծել իրենց վաստակը։ Ես Վանաձորում պատահաբար ծանոթացել եմ Նարեկի հետ, Նասիբյան 22-ամյա սաքսոֆոնահար, ով 9 երաժշտական գործիքի հետ իրապետում եւ ինքն ուս է տաղանդավոր տղա է, ուղղակի նրան շնորհակալագիր եմ հանձնել, հիմա տարբեր միջոցառումներին փորձում ենք ներգրավել նրան։ Պատահաբար Վանաձորում ծանոթացել եմ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Գոռ Հարությունյանի հետ, համեստ երիտասարդ, չեմպիոնին վայել համեստությամբ, ով նաեւ մի քանի օր առաջ սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ։ Տնետուն շրջայցին Քարոզ Արշավին պատահաբար հայտնվեցի մի տանը, որտեղ տեխնիկագործ Մարտուհին, տիկին Մարտուհին եւ ես ապշել էի ուղակի, երբ մտա նրանց տուն եւ կարծում եմ, որ քաղաքում պետք է հատված առանձնացնենք եւ ունենանք հայկական տարածքների թանգարան եւ տիկին Մարտուհու ինքը մեծ սիրով դա իր երազանքներ ինքը դա իր ինձ խնդրում, որ սա չպետք է մնա բնակարանում, պետք է լինի քաղաքի սեփականությունը։ Այդպիսի մարդիկ են եւ բազմայս շարքը շատ երկար կարող եմ թվել։ Նաեւ մեծ թանգարանի խնդիր ունի քաղաքը, եթե հաշվի առնենք, որ մենք ունենք նաեւ թագավորանիստը, որը դեռ ամբողջությամբ վերված չի եւ սա նաեւ կարող է զբոսաշրջության զարգացման հեռանկար։ Մարդկանց այս շարքը կարող եմ շատ երկար թվել եւ սա նշանակում է, որ մենք ունենք ամենաթանկը մարդկանց։ Մնացածը կառուցենք ենթակառուցվածքներ, թանգարաններ, ճանապարհներ, դպրոց մանկապարտեզներ, միջավայր, որը որ հիմա անում ենք։ Վանաձորում էլ, գիտեք, 35 միլիոն դոլար արժեքով սուբվենցիոն ծրագրերի փաթեթ ունենք հաստատված եւ 1-1.5 տարվա ընթացքում քաղաքը դիմագիծը փոխելու է ուղղակի։ Եվ սա էլ կարծում եմ երիտասարդներին քաղաքին կապող մի կարևոր քայլ է։ Իսկ ինչ է արվելու, մի փոքր կբացեք փակագծերը։ 42 փողոցների հիմնանորոգում է արվելու։ 562 բակի ասֆալտապատում հիմնանորոգում է արվելու։ 2 մանկապարտեզ հիմնանորոգվում է, 2-ը 0-ից կառուցվելու է եւ մանկապարտեզների հերթ չի լինելու Վանաձորում։ Մանկապարտեզները դարձան անվճար, գիտեք, ավականու նիստով։ 3 խոշոր պուրակների հիմնանորոգում է արվելու։ Մոտ 1.5 միլիոն դոլար արժեքով ատրակցիոն պարկ է կառուցվելու Վանաձորում։ Հետ է բերվել քաղաքին, գիտեք, քննարկումների արդյունքում ինչի համար շնորհակալ եմ վարձակալին, քաղաքային լիճը Վանաձորի հարակից ենթակառուցվածքներով, այդտեղ 532 միլիոն դրամ արժեքով շատրվանային համակարգի տեղադրումով, ենթակառուցվածքների բարելավումով գեղեցկագույն գեր ժամանակակից քաղաքային լիճ ենք ունենալու։ Թումանյանի եւ Կոմիտասի օղակներն ենք հիմնանորոգելու, մի քիչ Թյուրըմբռնում առաջացավ էսքիզ առաջարկները, երբ հրապարակեցինք, այդտեղ քաղաքացիների հասանելիություն չի լինելու, օղակների ներսում լինելու են Թումանյանի Կոմիտասի արձաններ, շատրվաններ, գեղեցիկ լանդշաֆտ դիզայն եւ քաղաքացիների հասանելիություն չի լինելու զուտ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ երթևեկությունը այդ հատվածներում բավականին ինտենսիվ է։ Եվ Վանաձորը դիմագիծը փոխելու է։ Տիգրան Մեծի կենտրոնական պողոտայի հետ կապված մեծ կոնցեպտ ունենք։ Մայթերը զավթված պետք է ազատվեն, պետք է բացազատվեն, լուսավորության նոր համակարգ, հայքի հրապարակում։ Այդ ամեն ինչը հրապարակում է։ Վանաձորը դիմագիծը փոխելու է։ Եվ այդ բազմաչարչար ավականու նիստով մենք կարողացանք սրան հասնել։
որը որ 7 ամիս տապալում են եւ փորձում են թույլ չտալ։ Մարզի տնտեսական զարգացումը հիմնականում որ ուղղություններով եք տեսնում։ Կախված բնակավայրից, կախված աշխարհագրական դիրքից, կախված բնակլիմայական պայմաններից, գյուղեր ունենք անասնապահությունն է զարգացած, գյուղեր ունենք այգեգործությունն է զարգացած, Վանաձորում ահագին թեթև արդյունաբերությունն է զարգացած, Ալավերդու հատվածում հանքարդյունաբերությունն է զարգացած, այսինքն մարզը շատ մեծ է, շատ տարբեր տեղերում տարբեր ուղղություններ են։ Խոսեցինք անասնապահությունից, զրուցել ենք նաև մի խումբ ֆերմերների հետ, նրանց հուզող հիմնական խնդիրները նաև մսամթերքի իրացման, կաթնամթերքի գնի ցածր գնի հետ են կապված եւ մի շարք այսպիսի խնդիրներ, եւ նրանք առաջարկներով են հանդես գալիս ապագա խորհրդարանին, ինչ կարելի է անել, որ սակագինը պահվի ցածր եւ որ մի քիչ բալանսի վեր պետությունը առաջարկում է, որ բալանսավորի կաթնամթերք արտադրողի եւ իրացնողի այդ շուկայական գները, ինչպիսին եք տեսնում այս ոլորտների հեռանկար եւ այս գործընթացների։ Գյուղատնտեսության առումով առհասարակ եթե ավելի խորքային խոսենք, մենք փոխելու շատ բան ունենք եւ առաջին հերթին նոր գիտելիքներ ստանալու կարիք ունենք, որովհետև ինչպես գյուղատնտեսությունը ցանկացած այլ ոլորտ ժամանակի ընթացքում տրանսֆորմացվում է, փոխվում է, մենք էլ պետք է ժամանակին համընթաց քայլելու համար փոխվենք։ Օրինակ ավանդական այգիները մեր պահանջում են ահռելի չարչարանք, ուղղակի գերմարտկային ջանք է պետք դնել։ Եվ եղանակային կլիմայական ոչ բարենպաստ պայմաններ, հատկապես մեր մարզի խոցելի եղանակային պայմաններով, ցածրարժեք համեմատության մեջ ինտենսիվ այգիների հետ ցածրարժեք պտուղներով, որ ստացվում են այդտեղից, որոնց ապրանքային տեսքն է, այլ չափերն են, այլ եւ այլն։ Եվ մենք առաջարկում ենք պետական աջակցության բազմաթիվ ծրագրեր ունենք ինտենսիվ գյուղատնտեսության անցնելու։ Մենք բազմաթիվ գյուղեր ունենք, որտեղ մեր սիրելի գյուղացիները երկար տարիներ մշակում են այդ հողերը։ Ես էլ ընկերներ ունեմ, որ իրենց պապերից սկսած այդ նույն հողը մշակել են, բայց գեթ մեկ անգամ մենք հողը չենք տանում լաբորատորիա անալիզի, այդ հողի ֆիզիկա-մեխանիկական կազմը հասկանալու համար 8-10 հազար դրամ արժե։ Հասկանանք, ճանաչենք այդ հողը, հասկանանք ինչ ենք մշակում։ Միգուցե այդտեղ հնարավոր է աճի բարձրարժեք մի բույս, օրինակ հապալաս, ինչպես կարկառում, որի մեկ թուփի արժեքը 2500 դրամ է, երկրորդ տարուց սկսում է բերք տալ։ Տված բերքի կիլոգրամի արժեքն էլ 12000 դրամ է։ Կարկառում հաջողված փորձ ունենք, որովհետև հողի թթվայնությունը, ես երկրաբան եմ մասնագիտությամբ, հողի թթվայնությունը թույլ է տալիս այդտեղ հապալաս աճեցնել։ Այսինքն մենք պետք է լաբորատորիա տանենք այն ջուրը, որով ջրում ենք մեր հողերը։ Տեսեք, կաթի գնից ենք խոսում, խելացի անասնագոմերում փակ համակարգ է գործում կենդանու սառնարան, կաթը օդի հետ չի առնչվում, չի շփվում եւ 300 դրամ եւ ավել է 1 լիտրի արժեքը։ Բայց մենք ավանդական եղանակով նախ չափազանց շատ չարչարվում են մեր գյուղացիները, տանջվում են, աշխատում են, կաթնատվությունն է ցածր, կովկասյան գորշ ցեղատեսակի անասունների, ի տարբերություն են տոհմային անասունների, որ խելացի անասնագոմերում են, եւ կաթի գինն էլ այդ համեմատաբար ավելի ցածր է։ Դրա համար կառավարությունը նաեւ աջակցության ծրագրեր է ներդրել, բացի այն, որ խելացի անասնագոմերի մասով ծախսի մեծ մասը կառավարությունը փոխհատուցում է, նաեւ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ այն գյուղերը, որոնք 700 եւ ավել լիտր կաթ կապահովեն իրացման առումով նորմալ գներով, նախարարությունը կաջակցի գյուղացիներին 3 եւ ավելի անասնագլխականակի պարագայում էլի նոր ծրագիր է։ Պետական աջակցության սուբսիդիաներ են տրվում գյուղացիներին, մինչև 2 միլիոն դրամ գյուղվարկերի 0%-ով ծրագիրը վերաբացեցինք եւ այլն եւ այսպես շարունակ։ Իսկ ինչ ծրագրեր կան հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի զարգացման առումով, որովհետեւ սա մեզ համար ավելի նաեւ ռազմավարական նշանակություն ունի։ Սահմանամերձ Բերթավանում հիմնադրվել է գործարան հայկական արտադրության, օճառների եւ հիգիենիկ միջոցների արտադրության շատ բարձր որակի, ինչի Բերթավանում, ինչի սահմանամերձ, որովհետեւ հարկային արտոնություններ են տրված։ Երիտասարդ
գործարար է եւ շատ տաղանդավոր եւ շատ բարձրարժեք պրոդուկտ է տալիս հայկական արտադրության, ինչի ինձ հպարտություն է ներշնչում։ Հերմոսա ապրանքանիշի մասին է խոսքը։ Օրինակ դա է արել կառավարությունը։ Հնարավորություն է տվել, որ դու սահմանամերձ բնակավայրում կառուցես արտադրամաս եւ ես մանրամասներ ես պահին չեմ տիրապետում հարկային արտոնությունների մասով, բայց որքան գիտեմ ամբողջությամբ հարկերից ազատված են։ Մենք զրուցել ենք նաև փոքր բիզնեսի, նաև սոցիալական ձեռնարկությամբ զբաղվող մի շարք մարդկանց հետ, ովքեր հայկական արտադրանք են տալիս, սակայն բողոքում են մեկ բանից, որ իրենց ապրանքը թեև շատ որակյալ է, բայց համեմատաբար գին ավելի բարձր է եւ այդ պատճառով շատ իրացնողներ նախընտրում են ներկրել դրսից ավելի էժան գնով, քան իրացնել հայկական արտադրանքը։ Այս առումով հայկական արտադրանքի իրացումը խթանելու եւ հենց հայկականը խրախուսելու համար ինչպիսին պիտի լինի պետության քաղաքականությունը։ Գուցե մարզպետի շրջանակից դուրս որևէ բան եմ ասում, բայց տեսլականը ձեր քաղաքական ուժի ինչպիսին է։ Էկոնոմիկայի նախարարին կարծես փոխարինել եմ ձեր տաղավարում, իհարկե չեմ կարող նա ավելի մանրամասն չի կարող հարցը չհնչեցնել, քանի որ հնչել է մեր բնակիչների։ Ես այս առումով, այո, 3 օր առաջ Լուսաղբյուր գյուղում եմ եղել, որտեղ սոցիալական ձեռնարկության ծրագրի շրջանակներում հիմնվել էր կարի փոքրիկ արտադրամաս, այո։ 3 աշխատակից էին, տալիս էին շատ որակյալ եւ հոյակապ արտադրանք, որը առցանց հարթակներով կարողանում են արտահանել արտերկիր, օրինակ։ Հիմա նոր շուկաներ գտնելու խնդիր ունեն։ Իրենց պատրաստի պրոդուկտով պետք է իրացման դաշտ բացեն իրենց համար։ Բազմաթիվ կոմպոնենտներից է կախված, գին որակ հարաբերակցությունից։ Թանկ ապրանքը իր պահանջարկը, իր սպառողը ունի, էժան ապրանքը իր սպառողը ունի, բայց ամենակարևորը գին որակ հարաբերակցությամբ դու պետք է կարողանաս շուկայում մրցունակ լինես։ Եվ էլի, ինչ ուղղությամբ էլ խոսենք, պետք է ինքնակրթվենք։ Օրինակ ինձ մոտ ինչ-որ մի բան երբ չի ստացվում, ես առաջին հարցը ինքս ինձ եմ տալի, որտեղ եմ ես սխալվել, որտեղ եմ ես թերացել։ Մենք պետք է կարողանանք ցանկացած իրավիճակում ինքնակնդադատ լինել։ Սա շատ կարևոր հատկություն է կարծում եմ, որը քեզ հնարավորություն է տալիս, որ դու ինքնակատարելագործվես։ Ինքդ գոնե քո մեջ պետք է կարողանաս քո սխալները խոստովանես, վերհանես եւ փորձես դրանք շտկելու, ամենակարևորը երկրորդ անգամ էլ նույն սխալը չկրկնես, որ անընդհատ չսխալվես։ Հիմա մենք բոլոր ուղղություններով, հատկապես գյուղատնտեսության հետ կապված, փոխելու շատ բան ունենք։ Պետք է ինքնակրթվենք, համացանցի դարը եւ այդ ամբողջ ինֆորմացիան համացանցում կա մարդիկ, ֆերմերներ, մեծ գյուղատնտեսներ, իրենց այգում կանգնած իրենց կատարած սխալների մասին պատմում են, որտեղ իրենք սխալվեցին, որ այդ տարի ամբողջ այգին գրեթե կործանման եզրին հասցրին։ Կարող ես նայել այդ սխալը չկրկնել։ Եվ բոլոր ուղղություններով ինքնակրթվելու, ինքնակնդադատ լինելու կարիք ունենք, սա ամոթ բան չի։ Սա ամոթ բան չի, որտեղ աշխարհը սրընթաց զարգանում է, մենք էլ այդ տեմպին հասցնելու համար պետք է ինքնակրթվենք։ Հարցերը շատ են, եթերաժամանակը ցավոք սահմանափակ, կար հարց, որի մասին կուզեիք խոսել, սակայն ես չհնչեցրի։ Շատ հաճելի զրույց ունեցանք, շատ խորը, տարբեր ուղղություններով, խոսալու շատ բան կա, ասելու շատ բան կա, բայց ինձ չափազանց ուրախացնում է այն, ինչ ես տեսնում եմ մարզում ամեն օր իմ աչքով, եւ երբ գնում ես գյուղեր, որոնք շեշտակի տեսանելի փոխվել են, Երեք գյուղերից մեկում, երբ ելույթս ավարտեցի, միշտ հետո հարց ու պատասխանի ձևաչափ ենք անում, բնակիչների հետ լսելու նրանց, երբ ասեցի 3 հիմնական խնդիր, ասեք հետներս տանենք, որ հաջորդ լուծելիք խնդիրների ցանկում ընդգրկենք, մի պահ լռություն էր, Սպիտակի գյուղերից մեկի մասին է խոսքը, Ժպտալով հարցնում է արդյոք խնդիր չկա, ասեցին խաղահրապարակի խնդիր ունենք, կարիք կա գյուղում կառուցելու։ Այսինքն մեր միտեղ էլ դժգոհում էին Սպիտակ գյուղերից մեկում։ Սպիտակ Վանաձոր ավտոճանապարհի գծանշումից։ Ես էլ եմ բողոքում։ Չէ, բայց եկեք ես ընդունում եմ ճանապարհային դեպարտամենտի հետ կաշխատենք, բայց երբ Լեռնավան գյուղում խնդիր բարձրացնում են դա, սա արդեն ինչ-որ բանի մասին է խոսում։
Սա իհարկե չի նշանակում, որ Լեռնավանում էլ խնդիր չի մնացել, բայց երբ աչքովդ տեսնում ես ինչ մասշտաբի շինարարություն, Նորաշեն գյուղում ենք 1 միլիարդ 600 միլիոն դրամ արժողությամբ կրթահամալիր էր կառուցվում բոլոր գյուղերում, բոլոր տեղերում, եւ սա նշանակում է, որ մենք գյուղերը ցեխապատ ճանապարհներից անում ենք, վթարային դպրոցներից անում ենք, երեխաներին տեղափոխում ենք գերժամանակակից կրթահամալիրներ, մանկապարտեզներ եւ այլն, ու ճիշտ ճանապարհի վրա ենք։ Սա ինձ շատ է ուրախացնում։ Ես կուզեմ մենք սրա վրա միշտ կանգ առնենք, որովհետեւ ամփոփում եմ, ավարտում եմ, քաղաքացու վճարած հարկը գնում է պետական բյուջե, դառնում է հանրային բարիք եւ վերադառնում է քաղաքացուն։ Սա է բերել այս քարոզարշավի մթնոլորտին, որ ասում եմ, կարծես երկու հարազատի խոսակցություն լինի։ Շնորհակալ եմ կառուցողական զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթերում խոսում է համայնքը հաղորդաշարի հերթական թողարկումներ։ Կհանդիպենք։